Տիկին Հակոբյան, երեք վարչապետի եւ Լևոն Քոչարյանի սուր այդ բանավեճից հետո այսօր իրավապահները մտել են Լևոն Քոչարյանի բնակարան, զուգահեռ նաեւ Ռոբերտ Քոչարյանին առնչվող բնակարաններում հասցեներում են խուզարկություններ, ինչպես նաեւ ձերբակալվեցին նա եւ նրա որդին եւս 4 անձ, սա քաղաքական պատվեր էր։ Գիտեք, քաղաքական պատվեր կլիներ, եթե գործ կարվեր մարդկանց վրա։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ այդ տասնյակ դեպքերը, որոնք հրապարակված է հակակոռուպցիոն կոմիտեում, հեկտարներով հողամասեր, շենքեր Երևանի կենտրոնում, հա, այդ ամեն ինչը բացահայտվել է 13 ժամվա ընթացքում, ես իմ ելույթում էլ ասացի։ Վարչապետը երևի ժամը 17:30 էր, 18:00-ն միջև, այդ ընթացքում է խոսել, այդ հայտնի հարց ու պատասխան այդ ժամանակ ա եղել, դրանից անցնում է 13 ժամ, առավոտյան այդ խոզարկությունն է լինում, մտածում եք այդ 13 ժամվա ընթացքում գործ է կարվել մարդկանց վրա, դա տևական ժամանակ աշխատանք էր, բայց արդարացիորեն կարող եք դուք եւ հասարակությունն ասի, իսկ ինչու, երբ որ վարչապետը խոսեց, նոր այդ գործը ոնց որ բան արեց, տեմպ ստացավ եւ մենք էլ այդ հարցը վարչապետն էլ ամբիոնից տալիս է, ինչի համար է դանդաղում այս process-ները եւ դատաիրավական համակարգից դժգոհությունների մասին եւ մենք ամենաշատն ենք խոսել։ Այո, սա քաղաքական պատվեր է, իրենք են պնդում եւ բացի այդ փաստաբանն ասում է, որ դատարանը թույլատրել է խուզարկել միայն 3, ճիշտ է ժամը հայտնի չէ, բայց ասում է սա զուգադիպություն է, որ 3 է թույլատրել Փաշինյանի ելույթի ժամանակ։ Տեսեք, դուք հիմա հարց եք տալիս, որին ես արդարացիորեն չեմ կարող պատասխանել, որովհետև ես չեմ տիրապետում, երբ է դատարան, ուրեմն երբ են դիմել խուզարկության համար, երբ են ստացել, ես սա չեմ կարող ասել։ Խնդիր տեսնում եմ, թե չէ, այդ դրվագով ասացի, որ դրվագով եմ տեսնում, իսկ որ սա ուրեմն քաղաքական պատվեր է եւ քաղաքալատյալ է Ռոբերտ Քոչյանը, ինձ թվում է ձեր ծիծաղն էլ կգա սրանից։ Բայց օրինակ վարչապետը նշեց, որ այդ հրահանգը իջեցրել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Այսինքն ստացվում է իրավապահներն են հապաղել այդ քաղաքական հրահանգը իջեցված է եղել։ Մի քիչ ճիշտ չի ձևակերպումը, որովհետև սա ժողովրդին տված խոստում է, որի մանդատը վարչապետը ստացել է եւ որի հետ կապված հրապարակային մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների առաջ խոսել է, որ պետք է ի վերջո արդարադատությունը հաղթի եւ ողջ գողանա հետ վերադարձվի համայնքին, քաղաքացուն, պետությանը։ Սրա մասին է վարչապետն ասում, մի քիչ ձևակերպում այլ բան է։ Ժողովրդին վերադարձվել է, ինչպես է արտահայտվել, ինչպես է ժողովուրդը իր կյանքի վրա դա զգալու։ Տարբեր կերպ նախ օրինակ ապօրինի գույքով երբ որ հաշտություն է կնքվում կամ հետ է վերադարձում, այդ ամբողջը հետ է վերադարձվում բյուջե։ Իսկ բյուջեից արդեն տարբեր բաների տեսքով վերադարձվում է քաղաքացուն։ Դա կլինի ասֆալտի տեսքով, լուսավորության տեսքով, բարձրացված թոշակի տեսքով, թե Պարգևավճարի տեսքով, տեղահանված քաղաքացիներին աջակցության տեսքով, ինչ որ մի տեսքով դա հետ է վերադարձվում։ Պարգևավճարի տեսքով եւս Ես դրա հետ կապված այն ինֆորմացիան չունեմ, էլի, որ այդ հարցին ինչ-որ կերպ պատասխանեմ, բայց ձեր հարցադրման հետ կապված տարբեր պարզաբանումներ եղել են եւ ավել բան չունեմ ավելացնել։ Տիկին Հակոբյան, երբ որ վարչապետ Փաշինյան նիստերի դահլիճում ասաց կզզնելու եք, ցավ տվեցիք։ Ուզում եք կզզնելու տեսարաններ տեսնել, ինչով է պայմանավորված ձեր ողջավորությունը իր կզզնելու արտահայտությունը։ Հարցը բառին չի վերաբերում, հարցը երևույթին է վերաբերում, որ այն մարդիկ, այո, որոնք տասնամյակներով գողացել են, օրինակ, չգիտեմ, սպայի շենքը, կասկադից հեկտարներ, տարբեր շինություններ, այդ մարդիկ պետք է քաղաքական առումով, այո, պետք է պատասխան տան եւ հարցը սրան էր վերաբերում, ոչ թե բառերին։ Իսկ այդ բառը Ինչ։ բարեվարկության նորմերին համապատասխանում է կզզնելու։ Մենք ունենք համապատասխան մարմիններ, եթե կգտնեն բարեվարկության կանոններին չի համապատասխանում, կարող են ուրեմն նախաձեռնել գործողություններ, վարչապետը մեր կառույցներին վստահում է, հարգում է եւ կատարում է նրանց որոշումները։ Տիկին Հակոբյան, նախկինում Եթե ես լինեի այդ գողացած մարդը, ես դժվար հայտնվեմ նորից պաշտոնյայի կարգավիճակում։ ասենք ընդդիմությունը ասեց։ Ես ասացի ինչի մասին է խոսքը։ Եթե ես լինեմ այն գողացողը, որը պետք է պատասխանատվության ենթարկվի այս կամ այն բառով, ապա ինձ նախ ես չեմ այդ կարգավիճակում հայտնվի գողացողի եւ երկրորդը իմ թիմը չի աջակցի ինձ եւ մի հատ էլ հայտնվեմ պաշտոնյայի կարգավիճակում։ Տիկին Հակոբյան,
ամերիկյան կախարդական։ Դուք նոր հրապարակում եք այնց շատ նեղված, որ դուք անձամբ լրատվամիջոցների տարբեր, որ 50 քանի հասցեներում Քոչարյանի պատկանող այժմ բաներ են, խոզարկություններ են, ու ասում եք, իսկ դուք վճիռը կայացեք, չէ, 50 քանի հաստատությունում միայն 50 քանի սում է հիմա, հա, օրինակ այսօր խոզարկություն եղել, եթե դա նորմալ իրենց արդար քրտինքով բան է, վաստակած շինություններ են, բիզնեսներ են, բայց դուք տեսակ չէ, հակակոռուպցիոնի հայտարարությունը կարդացել եք, ոնց են վերցրել 40 միլիոնով, հետո միլիարդով վաճառել, հետո փոխանակել, հետո նվիրատվություն տվել, հետո ինչ որ ով է սորից Toyota-ից ինձ 50% փայաբաժին կնվիրի ինչ որ մեկը եւ դուք կգաք կասեք դուք շատ արժանի եք այո թե կասեք այդ ինչի դիմաց ձեզ այդ 50%-ը տվեցին կարող է այն Իսակովի պողոտայում ՊՆ-ի շենքի դիմաց հա շենքը տալու դիմաց էժանով ասենք ասեք դուք արդեն բոլորը մեր բոլոր քաղաքացիները գիտեն իրենցից գողացածը իրենք են մեկ-մեկ մեզ ասում ու մի բան էլ մեղադրում են արդարացիորեն որ 8 տարի անց դեռևս այդ մարդկանց բիզնեսները ծաղկում են ոչ թե վերադարձվել է Տիկին Հակոբյան ձեր թիմում եւս կա անձնավորություն որի մասին կարելի է այդպես ամերիկյան կանխավարկածը իհարկե չխախտելով նախկին падգամավոր էր նաեւ ասել որ օրինակ Ռասիա մոլը Ռասիայի հարևանությամբ կառուցվող շենքը Աբովյանի վրա կառուցված խնդրահարույց շենքը որի մասին անդադ հրապարակումներ են եղել կողացած է օրինակ Փակ շուկայի սեփականատերը որի հետ կապված եւս բազմաթիվ խնդիրներ են եղել եւ եթե չեմ սխալվում նաեւ այսօր ձեր թիմում գտնվող քաղաքացիներ նախկինում դժգոհել են թե ինչու է Փակ շուկան տրվել օրենքի խախտման այս քաղաքացուն որը աղավաղել է պատմական հուշարձանը բայց այսօր ձեր իշխանությունը այդ մարդու հանդեպ բավականին բարյացակամ վերաբերմունք ունի սրա մասին ինչ դուք որի գործընկերոջս մասին եք խոսում որ Խախալատյալ էր Քոչարյանների իշխանության օրոք, ահա, նույն մարդու մասին ենք խոսում։ Ուրեմն ես շատ բան չեմ կարող ասել իրականում, որովհետև ինչ որ հոդվածներ բան կարդացել եմ, բայց ինչ որ պարզաբանում եմ, տեսել, որ օրինակ այդ նույն Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի շենքը, օրինակ դա կիսաքանդ մի պատի մի հատված է եղել, որը բարեկարգվել է, հետնամասում հողեր է, ուրեմն գնել եւ մեծացրել է եւ բարեկարգել է այդ հատվածը։ Հիմա եթե դուք գիտեք ավել հանցագործության մասին, տվեք հաղորդում, ինչի մտածում եք, որ կարող է ինչ-որ հանցագործ լինի մեր թիմակիցը ու մենք թիմով պաշտպանենք, տենց բան անհնար է, տենց բան, անհնար է։ Ստուգվել է Խաչատուր Սուքյասյանի մեծված Քոչարյանները 54 անուն գույք, 54 անուն չի, 54-ում խոզարկություն է եղել։ Հա, թող լինի 54, հա, թվարկում եք շատ երևում կասկադում հեկտարներով տարած, չգիտեմ, Toyota եւ այլն։ Մի քառակուսի մետրը $1 են գնել Ավանում։ Մի քառակուսի մետրը $1։ Գտեք այդպիսի հող։ 44 միլիոն։ Ուրեմն Ավանում 8.3 հեկտար հողամասը օտարվել է 44 միլիոնով։ Բաժանեք կտեսնեք, որ չեմ հիշում որ Քոչարյանի օրոք $1 չկար հողամաս։ Տիկին Հակոբյան, գիտեք, որ Խաչատուրյանը Արամի 3 հասցեյում այդ հսկայական շենքը, որը պատմամշակութային հուշարձան է, ձեռքերը բերել $5650 Եվ բոլորովին այլ նպատակ։ Այդ ոնց է լինում, որ իր դեպքում կարող էր այդքան իր դեպքում ես չգիտեմ գործ կա հարուցված թե չէ, եթե դուք հանցագործության մասին հաղորդում եք տալիս, թող իրավապահները, բան ես ասացի, ես պարզաբանում եմ, եմ տեսել, եւ դուք չեք կարող Եվ դուք չեք կարող հիմա օրինակ ինձ որպես փաստաբանի հարցեր տալ այս դեպքում, եթե կա ավել ինֆորմացիա ունեք, տվեք իրավապահներին, թող զբաղվեն, ինչ խնդիր կա։ Քոչարյանի թվերին էլ այդքան է։ $1 Ես Քոչարյանի թվերին ապրել եմ։ Հեկտարներով հողը $1000 էին ծախում Սուքյասյանի բացատրությունից։ Որտեղ։ Ինքը Արամի 3 հասցեին։ Կենտրոն։ Հեկտարներով հողը $1000 էին։ Տիկին Հակոբյան, քիչ առաջ այստեղ կանգնած ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Արամ Վարդևանյանը կառավարության ծրագրի մասին խոսելիս ասաց, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը հավակնում է մինչև 2031 թվականը պաշտոնավարել, սա դեմ է ժողովրդավարության այսպես ասած ստանդարտներին, երբ որ 10 տարուց ավել ինչ որ քաղաքական ուժ եւ դրա լիդերը նախագահում են, պաշտոնավարում են, վարչապետ են լինում եւ այլն եւ այլն։
Ինչ կասեք ի պատասխան նման դիտարկման, այսինքն պարոն Վարդևանյանը ստացվում է դեմ է, որ օրինական սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը տեղի ունենում Հայաստանում կամ իշխանությունը նորից վերաստանձնում է ինչ-որ քաղաքական ուժ եւ դիսկոմֆորտ է զգում։ Եթե պարոն Վարդևանյանը իր ղեկավարին 2018 թվականին, հա, Սերժ Սարգսյանին, իր օգնականներ չէ, այդ շրջանում ինչքան գիտեմ, Կարեն Կարապետյանին իր ղեկավարին նման խորհուրդ է տվել, որովհետև հանրապետականը ղեկավարում էր արդեն 10 տարի, եթե ժամանակին Ռոբերտ Քոչանին նման խորհուրդներ է տվել, ես կասեմ, լավ, դե մարդը այդ բանը ունի, էլի, կարծիքն ունի, դա համոզմունք է եւ եթե բացատրի թե ինչու, կասեմ այո, բայց մենք օրինակ 2020 թվականի պատերազմից հետո կամովի որոշում ենք կայացրել, հրաժարական ենք տվել եւ նոր ընտրությունների են գնացել եւ քաղաքացին էլի ընտրել է եւ ինչ որ մեկը դուք քաղաքացին հաստատ չի կարող կասկած ունենալ որ մենք մի քվե անգամ կկեղծեինք եւ նորից կգայինք իշխանության մեզ ընտրել են եւ եթե էլի եմ ասում պարոն Վարդևանյանը բացատրի թե ինչու կասեմ հա կարող եք ասել որովհետեւ օրինակ վարչապետը կկոռումպացվի եթե ինքը հանգիստ լինի որ ինքն մեկը լինելու ղեկավար հա այդ առումով Իշխանական պետության մոդելի են ոնց որ Հայաստանը ավելի սուբյեկտային է, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, նենց որ այդ մտավախությունը հաստատ չեն կարող ունենալ, իրենք էլ հիմա իշխանության մաս են եւ իրենց տարբեր գործընկերներ, իրենք հենց ինքը խոսում են ամբիոնից, որ իրենք իշխանության մաս են եւ միասին հանուն Հայաստանի Հանրապետության պետք է աշխատենք։ Ես ուրախ եմ այս պնդումների եւ այս տրամադրվածության համար եւ վստահ եմ, որ հանուն Հայաստանի Հանրապետության աշխատելու դեպքում այն էլ համատեղ իշխանություն ընդդիմություն հաստատ Հայաստանին որևէ վատ բան չի սպառնում։ Մինչև 2031 թվականը որ ասում եք Հայաստանը այսօր առավել ինքնիշխան է, քան երբևէ, ինչ է փոխվել օրինակ այս տարիների ընթացքում նախորդ իշխանությունները եւ այսօր ինչպես է ինքնիշխան։ Հարյուրավոր բաներ կարող եմ իրականում թվարկել։ Մենք մեզ համար որոշումներ ենք կայացնում։ Մենք որոշում ենք, չգիտեմ, մենք ատոմակայանը ում հետ համագործակցությամբ օրինակ ունենանք նոր ատոմակայան։ Եվ մենք ունենք 5 երկրների հետ 5 երկրներից առաջարկ, այլ ոչ թե մեկ առաջարկ եւ դա այլընտրանք չունի վերջ։ Մենք ունենք 5 երկրներից առաջարկ, որից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է։ Օրինակ, մենք ունենք ընտրելու հնարավորություն եւ տարբեր քաղաքականությունների մենք կարող ենք որոշել, մենք գնանք Եվրամիություն, թե մնանք ԵԱՏՄ-ում։ Մենք ենք որոշում դա։ Ոչ թե մեկ գիշերում մեկ էլ հոպ արթնանում են ու տեսնում են վայ, չէ, մենք գնում ենք ԵԱՏՄ, այդ ասոցիացիան համաձայնագիր բան դրեք մի կողմ, մենք խաբեցինք, կատակ էինք անում, գնում ենք բան, ԵԱՏՄ։ Դա ինքնիշխանությունը դրա մասին է եւ տարբեր բաներ կարող եմ նշել, միայն դա չի։ Շարունակելով նախորդ հարցս ներողություն որպես հարց շարունակություն։ Այդ ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմումը երբ եք պատրաստվում ներկայացնել։ Մենք նշեցինք, որ պատկերացում ունենք, որ առաջկա տարիներին, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրա համար։ Այսինքն, այդ ֆորմալ առումով դիմում տալը դա ամենակարճ, ուրեմն, գործողությունն է, որ կարելի է անել մինչև Եվրամիության անդամակցություն, հա, դիմում գրելը ֆորմալ։ Մինչև այդ մենք պետք է աշխատենք եւ մենք աշխատում ենք տևական ժամանակ, որպեսզի պատրաստ լինենք, եւ որ մենք պատրաստ կլինենք, իսկ այդ ժամանակ մեր քաղաքացին դա իր վրա ինչպես շարունակում է զգալ, այնպես ավելի շատ զգալու է, երբ որ մենք ստանդարտներին ԵՄ պատրաստ կլինենք, այդ ժամանակ մեր քաղաքացին կորոշի, մենք գնում ենք ԵՄ թե ոչ, բայց դրա դա օրինակ ճանապարհների որակն է, դա սպասարկման որակն է, ինչը դուք կարող եք ասել, որ, չգիտեմ, օրինակ վիզաների ազատականացում ավելի շուտ է լինելու, քան անդամակցումը Եվրամիությանը։ Որակը ինչպես, որ նույն տեղում ասֆալտ 3-4 անգամ է։ Եթե դուք ինչ-որ մի տեղում ասֆալտ եք տեսել մի քանի անգամ արվող եւ այն որակյալ ասֆալտը քանդվել է եւ նորն է կառուցվել, ես ձեզ հետ համագործակցությամբ մի րոպե, ես ձեր հետ համագործակցությամբ դուք կխնդրեմ ինձ կտակ այդ որտեղ են տենց փող լվանում, բայց կան տարբեր ճանապարհներ, հալգերի գործընկերներ, որոնք շահած կազմակերպությունը որակով չի անում եւ այո, մենք չենք ասում դե լավ ոչինչ, թող մեր քաղաքացին այս փողը գնա լցվի ջուրը։ Ասում ենք ոչ, քանդեք եւ նորը սարքեք։ Տարածքային կառավարման եւ Ես որ դեպքն է չգիտեմ։ Նախարարը Դավիթ Խուդակյանը Իսակովի Պողոտան, երբ որ Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը պետք է տեղ ունենար, հպարտությամբ նշում էր, որ տեսակ քանի օրում մենք կարողացանք որակյալ ասֆալտ անել,
ճանապարհահատվածը, անցավ դրանից երևի 1-1.5 ամիս, Իսակովի պողոտայում քանդել են եւ նորոգման աշխատանքներն իրականացում, իհարկե կառուցապատողի հաշվին, բայց ստացվեց, որ այդտեղ որակյալ աշխատանք չի եղել, որ Շատ լավ, հնարավոր է, բայց տեսեք, նույն կառուցապատողը քանդել է, որտեղ որակյալ չի արել, թվացել է, թե որակյալ է, չէ, ենթադրենք։ Ու դուք նշում եք, դա ինչ շրջան էր, երբ որ մենք բարձրաստիճան հյուրեր էինք սպասում, շատ արագ է արվել, այսինքն միգուցե ժամանակների հետ ես ձեզ հետ համաձայն եմ ամբողջությամբ այն առումով, որ որոշ դեպքերում անորակ է, մենք էլ ենք այդ հարցերը բարձրաձայնում, որոշ դեպքեր, բայց դուք չեք կարող համեմատել ժողովուրդ այն ժամանակ, որ Հայաստանից օրինակ գնում էիր Վրաստան, հենց մտնում էիր Վրաստան, ասում էիր, այ հիմա զգում ես, որ ասֆալտ է։ Հիմա շատ դեպքերում հակառակն է եւ ավելի որակյալ է Հայաստանում, քան մեր հարևան երկրներում։ Այնպես որ մենք չենք կարող չնկատել այս ամեն ինչը։ Մարդկանց կյանքի որակը, ինչքան մարդը նոր բնակարան գնում, դա մարդու կյանքի որակի եւ տնտեսական վիճակի, ֆինանսական վիճակի բարելավման արդյունք է։ Մենք դա չենք կարող չնկատել։ Եվ ամեն ինչի հետ կապված իհարկե մարդիկ որակապես իրենց վրա առողջության ապահովագրություն է։ Սա եւս ուրեմն ԵՄ նաեւ ստանդարտներ եւ նաեւ պահանջ է, որը մենք արդեն իրականացրել ենք եւ պլանավորում ենք, որ ողջ մեր բնակչությունը լինի հենց առողջության ապահովագրության շահառու։ Սա եւս չէ, մարդիկ վրա չի զգում, ինչից խոսենք կարող ենք այս օրինակը բերել, թե ոնց է քաղաքացին զգում իր վրա այդ փոփոխությունը։ Տիկին Հակոբյան, շարունակելով նախորդ հարցս, դուք տրամադրված եք մինչև 2031 թվականը պաշտոնավարել։ Ամեն դեպքում կառավարության ծրագիրը, դրա շեշտադրումները վկայում են մինչև 31 թվականը պաշտոնավարելու ձեր հանձնառության մասին։ Իսկ ձեր տպավորությամբ ընդդիմությունը կդիմադրի այդքան, կձգի այդքան մինչև 2031, թե ականատես կլինենք ինչ պրոցեսների։ Ուրեմն այն ճգնաժամային շրջանում պատերազմից հետո նախորդ գումարման ազգային ժողովում դուք հիշում եք, որ ձևավորումից հետո ազգային ժողովի շատ կարճ ժամանակ անց սկսվեցին տարբեր պայքարներ, դուրս եկան բոյկոտեցին, գնացին հեղափոխություն անելու, անընդհատ արեցին, տրիգերներ մանեկան եւ ի վերջո չգտան եւ խորհրդարանը ամբողջ իր շրջանը շարունակեց աշխատել եւ նոր ընտրություններ եղան նրա բերումով, որ շրջանը ավարտվել էր եւ օրենքով նոր ընտրությունների ժամանակ էր, այսինքն արտահերթ չէր։ Իսկ մեր խորհրդարանի պատմության ընթացքում մեծ հաշվով ավելի քիչ է եղել են դեպքերը, երբ որ խորհրդարանը մի ամբողջ ժամկետ ուրեմն գործել է։ Եվ այդ ճգնաժամային շրջանում, երբ որ բոլորը սպասում են, որ հեսա կլինեն նոր ընտրություններ եւ ընդդիմությունը հեսա հեղափոխություն կանի, ճանապարհներ էր փակում, չգիտեմ ինչը, քայլելով տարբեր տեղերից գալիս էին, տարբեր կենթանիներ գրկելով։ Այդ շրջանում մի ամբողջ խորհրդարան աշխատեց։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ նույն կայուն ավելի շրջան է, որովհետև արդեն 1 տարի է Հայաստանն ու Ադրբեջանն ունեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք տարբեր համագործակցություններ ունենք, այդ թվում Ադրբեջանը իր երկիրը որպես տարանցիկ երկիր ապաշրջափակել է Հայաստանի համար, երկաթգիծ եւ այլն տարբեր համագործակցություններ կան, ուղիղ բանակցություններ կան, թրիփի ուրեմն նախագիծն է կյանքի կոչվում եւ այս ամեն ինչը ավելի քան ինձ վստահություն է տալիս, որ ավելի կայուն շրջան ենք ունենալու եւ ավելի ուրեմն հիմնավոր է, որ այս շրջանը իհարկե մենք կաշխատենք։ Նրանք ընթացքում հեղափոխություն կանեն, կփորձեն անեն, դուրս կգան փողոց, կաշխատեն, կլինեն նախորդ ընդդիմության նման թույլ տվեք ասել անորակ, որովհետև մենք քաղաքացին է էլի դա զգացել, որովհետև մենք ընդդիմություն չենք ունեցել տևական ժամանակ, մենք ենք մեզ ընդդիմություն եղել, թե կաշխատեն որպես որակյալ ընդդիմություն, սա մենք կտեսնենք առաջիկայում։ Տիկին Հակոբյան, Այո, բացի այն, որ նրանք արդեն սկսել են այս գումարման ընթացքում օգտվել օրինակ սրճարանից ազգային ժողովի, նրանք նաև նիստերի դահլիճում են ներկա, ինչը շատ մեծ առաջընթաց է կարծում եմ, եւ այսինքն նրանց պետք էր առաջնորդում, հա, ուժեղ Հայաստանի առաջնորդումներ պետք, որպեսզի աշխատեն։ Ընթացքում կաշխատեն, թե չէ, դա կտեսնենք։ Օրինակ այսօր, երբ որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստանը չկար, Հայաստան դաշինքը կար, օրինակ, դա նրանք մնացին, այո։ Հույս կա։ Հայաստանի
Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա կարող է ազատ հեղափոխություն անել, ինչպես օրինակ 2018 թվականին ձեզ հաջողվեց անել։ Հիմա օրինակ մասնավորապես ռադիոտոն մուտք գործելու ժամանակ որևէ խոչընդոտի չհանդիպեցիք, իհարկե դռները ջարդելով պետական ռազմավարական կառույց մտնելով։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե որոշի հեղափոխություն անել, ուզի գա ազգային ժողովի դռները բացել, վստահաբար քրեական գործ է հարուցվելու նրանց։ Հիմա Հայաստանի քաղաքացին կարող է հեղափոխություն անել ձեր իշխանության։ Իդեպ փորձել են դարպասները ջարդել, մուտք են գործել ազգային ժողով, ծեծի են ենթարկել ազգային ժողովի նախագահին եւ թողել են ծեծը, որտեղ մտածել են, որ արդեն մահացած է ազգային ժողովի նախագահը։ Նման դեպքեր եղել է եւ բոլորը, այս էլ մեզ հնչող քննադատությունների մի մասը, որ դեռևս բոլորը պատասխան չեն տվել դրա համար, բոլորը պետք է պատասխան տան։ Ռադիոտոն մուտքը 18 թվականին եթերի համար է եղել, իսկ հիշում եք, որ ամենամարդաշատ հեղափոխությունից հետո ընդդիմության հանրահավաքը եղել է ուրեմն Բագրատ Գալստանյանի ժամանակ, նա էլ գնաց հասավ հանրային եւ ի տարբերություն 18 թվականի իշխանությունների, մեր իշխանության օրոք հանրայինում հրավիրեցին նրան ուղիղ եթերում իր ուզած հարցազրույցին։ Տարբերությունը շատ ակնհայտ է, որովհետեւ դռները բացվել է նրա առաջ։ Կտրիչ Ներսիսյան, Գարեգինը այս զուգացել գործածությունները ինչ ասել։ Հադրուկոսի անվան Կտրիչ Ներսիսյան եւ Գարեգինը զուգահեռ գործածումը արդյոք ստիպի ընդդիմությանը այսուհետ չթմթմացնել սեղաններին, երբ որ ինչ-որ պատգամավորի կամ վարչապետի կամ նախարարի կողմից այդ անունը արտադրել, այսինքն կոմպրոմիսի եկա։ Դե տեսեք, ընդդիմությունը նման վարքագիծ էր դրսևորում, երբ որ Կտրիչ Ներսիսյանն էր ասվում, նրանք պրոտեստ էին անում, բայց դա կարճ տևեց։ Նախ իրենց ինչ-որ պատի առաջ կանգնացրեցին, որովհետև այսուհետ, եթե նրանք դուրս չգան Կտրիչ Ներսիսյան ասելուց, նշանակում է հետ քայլ են անում։ Կամ պետք է միշտ մենք ասենք Կտրիչ Ներսիսյան, իրենք դուրս գան։ Բայց մենք տեսանք քիչ առաջ, որ վարչապետը որ ասում էր Գարեգինը մենք ենք թմթմպասնում, իրենք արդեն Կտրիչ Ներսիսյան ասելուց չէին թմթմպասնում։ Հիմա կտեսնենք ինչ կանեն։ Գիտեք, ինչն է վիրավորական, որ օրինակ անուն ազգանունն ասելուց նրանք թմթմպասնում են, անհամաձայն են դրա հետ, բայց այն, որ նա ունի զավակ, որ KGB գործակալ է, դա իրենց չի հետաքրքրում։ Այդ դեպքում իրենք չեն թմթմպացնում։ Այսինքն որ ասում են կաթողիկոսը ունի զավակ, ասում են կաթողիկոսը ունի զավակ եւ KGB գործակալ է, նրանք չեն թմթմպացնում։ Դրա հետ համաձայն են, բայց երբ որ ասում են Կտրիչներն են, այ դրա հետ համաձայն չեն թմթմպացնում են։ Ինչի մասն է։ Զրույցում ասում է, այսպեսով վիրավորվում է իր կրոնական համոզմունքները։ Մեր կրոնական համոզմունքներն է վիրավորվել նման հոգևորականներ եւ նման բարձրաստիճան հոգևորական ունենալու դեպքում եւ բերումով։ Իսկ չի վիրավորվել, որ Նավասադ Կճոյանը վարչապետի հետ Նավասադ Կճոյանին ես իմ տրիչ չեմ բերել, էլի կներեք, ոչ էլ հեղափոխության ժամանակ եմ էր քայլել, որ ասեք ձեր բանն էր, չգիտեմ, Մարս թիմակիցն էր կուսակցական բերեցիք, սարքեցիք arczepiskopos։ Խնդրում եմ, այդ նույն գնացեք նույն Կտրիչ Ներսիսյանին հարցրեք, Նավասադ Կճոյանի հետ կապված եթե հարցնեք, ինձ ինչի եք հարցնում դրա մասին։ Բարենորոգման օրակարգը վարչապետը ասում եմ, իմ կրոնական եւ վարչապետի կրոնական զգացմունքները նույն ձև վիրավորվում է բոլոր այն հոգեվորականների բերումով, որոնք կան, բայց եկեղեցու բարենորոգման օրակարգը մենք վարչապետն էլ հայտարարեց, որ պատրաստ է քննարկել նույն կաթողիկոսի հետ։ Եվ դա նորմալ է, բա ում հետ քննարկի։ Ասում եմ դուք ձերոնցով կամ էլ նստեք որոշեք, իմ հետ եկեք քննարկեք, ժողովրդով, բոլոր падգամավորներով, տարբեր բաներ է առաջարկում, բա ում հետ քննարկես բարենորոգման։ Այն հոգևորականները, որոնք, հես ասեմ, բարենորոգման ծրագիրը, այո, պատրաստ են քննարկել կաթողիկոսի հետ։ Այո, որովհետև բարենորոգման շրջանակում չի կարող զավակ ունեցողը մնալ կաթողիկոս։ Հակոբյան, մի րոպե, դա փաստ է, թե համոզմունք, որ զավակ ունի եւ KGB գործակալ։ Հրապարակ օրաթերթից այստեղ չկա լրագրող։ Ես առաջին անգամ հրապարակում եմ կարդացել, որ զավակ ունի։ Այդ զավակի անուն ազգանունը ուրեմն աշխատանքի վայրը մասնագիտությունն էր գրած, ինչը շատ վատ է եւ ինքս էլ հետո երբ որ շահարկվում էր այդ քաղաքացու ուրեմն ով լինելը, ես ինքս օրինակ ուղերձով եմ հանդես եկել, որ չշահարկեն եւ չասեն այդ մարդու տեղը եւ անունը եւ հանգիստ թողեն այդ մարդուն, որտեղ ինչ մեղավոր է, ով է իր հայրը կամ ընդունել է հայրությունը, թե ոչ։
եւ իրենց հարցրեք մնացածը։ Իրենցից գիտեմ։ Եթե այսուհետ Կտրիշ Ներսիսյանը հանձնարարումն արտաբերելիս ուժեղ Հայաստանը չթմթմփաստի, սա արդյոք նշանակում է, որ իրենք ընդունել են խաղի ձեր կանոնները եւ ձեր օրակարգով են։ Կամ էլ ձեռքն են հոգնել։ Երկու տարբերակ։ Կամ էլ կարողա ձեր օրակարգով չեն շարժվում։ Տիկին Հակոբյան, այսինքն որ Այդ իրենց օրակարգն է դմդմփացնելը։ որ պահին Ինչ կապ ունի հետ։ Չթմթմփաստելու դեպքում որ պահին այսինքն իշխանություններին պետք է հրապարակի գրածը հիմք ճշմարտություն է, որ պահին պետք չէ իրենք պատլեհատվամիջոց։ Չէ, այդպես չի։ Եթե լիներ Կտրիշ Ներսյանի կողմից հերքում, ես նաև կասեի, որ մարդն էլ հերքել է իմ խոսքում, որտեղ հաստատում է եղել, չէ։ Չէ, հերքում չի եղել։ Հիմա եթե ինձ ասեք, բան եմ, եթե ինձ ասեք, ես կենտրոնում ունեմ շքեղ բնակարան, ես լռեմ եւ անցնեմ առաջ, կասեք, ուրեմն ունի։ Եթե ես ասեմ, ես չունեմ, դա կեղծ է, դուք արդեն այդ կարծիքը գոնե թե ինչ որ որոշ մասը չի ունենա։ Ինչի մասը։ Պայքարը երբ եք սկսել։ Այդ պայքարը վաղուց սկսած է, Ո՞ն process է կատակոսի հեռացման։ այդ process-ը վաղուց սկսված է։ Բայց ինչ որ գործուն քայլեր հիմա իրականացվում է։ Դե հիմա կառավարությունում զեկույց է պատրաստվում, որ ավելի հիմնավոր լինի իրավիճակը եւ process-ները շատ դեպքերում նաեւ այդպես առաջ են էլի գնում։ Բայց process-ը վաղուց է սկսված։